Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ ջան, սիրելի հետևորդներ, հարգանքներս բոլորիդ, ոնց որ թե նորից վերագտնում ազգային ժողովը ինքն իրան, եւ բնական է, հավելյալ ժամանակ այդտեղ կորցրեցինք, հույս ունենալով, որ որոշները, ովքեր որ առհասարակ տարական կուլտուրայի հետ կապ չունեցող, նրանց չի կարելի այդ շանսերը տալ։ Իհարկե, ես հասկանում եմ, որ ցանկացած մեկին իր սխալների համար կարելի է շանս տալ, բայց սա այդ դեպքը չի, որովհետև եթե 6 տարի շանս ես տվել, դրանից հետո դժվար է շտկվեն։ 6 ես խոսում եմ 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որովհետև այո, այդ օրերին իրաց պահվածքը կոնկրետ տրավմաներ ա թողել հանրության շրջանակներում, ինչի մասին է, որ այսօր կփորձենք մի քիչ զրուցել։ Իհարկե, շնորհակալություն է ժամին միանալու համար եւ շնորհակալություն ուղիղ չաթի մեջ իրար հանդեպ արգալից վերաբերմունքի համար, դա շատ կարևոր է, որովհետև ես ինքս կողմնակից եմ, որ մարդիկ ունենալով ամենատարբեր կարծիքներ, միևնույնն է իրար հետ կարողանան բարեկիրթ ձևով շփվել, ինչը որ այն ռազմավարությունը, որ մենք ունենք վաղուց որդեգրել ազգային ժողովը, որը որ ոնց որ թե չի ստացվում։ Ու այդ չստացվելու վրա ես չեմ չարախնդում, եթե անկեղծ լինեմ, պարզապես գիտեք ինչ, տենց է, էլի չես կարա սրիկայից սպասես մի նորմալ բան, ասենք բաներ կան էլի, տենց չի կարելի, հավելյալ ժամանակ ծախսել, մենք այդ ժամանակը չունենք, հասկանում եք, հիմա վերադառնալով խոսքիս, ուրեմն 44-օրյա պատերազմից հետո այնպիսի իրավիճակ ստեղծեցին որոշ սրիկաներ ու սրիկաների խմբեր, հանցագործների կոնկրետ խուժան խմբեր, ցավոք այդտեղ կարողացան ներառել նաև շարքային քաղաքացիների, այդտեղ կարողացան ներառել զոհվածների ծնողների, ցավոք այդտեղ կարողացան ներառել շատ անձանց, բայց դա իրենց այն հիմնական կորիզը խուժաններն էին, ովքեր որ զբաղված էին սպասելով, թե երբ ենք պարտվելու, որ աթոռազավթության իրաց կռիվը սկսեն։ Ու այդ աթոռազավթության կռիվը այնպեսի թափ էր ստանում, որ թափ էր հավաքել, որ այդ ամեն ինչի մեջ շատ քաղաքացիներ, հասարակության մեծամասնությունը, ինչպես որ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, մեծամասնությունը ուղիղ վիրավորանքներ էր ընդունել։ Չկային ինչ-որ բարեկրթություններ, չկային ինչ-որ կուլտուրական վերաբերմունքներ, օրենքի մասին խոսույթներ եւ այլն եւ այսպես շարունակ, չէ, տվեք երկիրը մեզ, մենք կասենք ոնց անեք, տվեք երկիրը մեզ, զանգենք գերիներին բերեն, տվեք երկիրը մեզ էսի անենք, չէ, ուրեմն չէ։ Ահա իրանց ռազմավարությունը, որը մինչև այսօր շարունակվում է։ Հիմա գալով գլխավոր սրիկային Էդգար Ղազարյանին եւ ինչու ոչ, բանը, ուժեղ Հայաստան խմբակցությանը ազգային ժողովում, ովքեր որ ոչ մի բան դրա մեջ չեն նկատում, ոչ մի բան, այսինքն իրենք կարող են իրենց կարծիքով ընդունել մեղավորներին, իրենց կարծիքով ունենան դրա մեկնաբանությունը ու իրենց կարծիքով ձևավորված մեկնաբանության համապատասխան վիրավորել այլոց։ Ու ամենավատը ստեղ որն է, որ սրանք այո, ազդեցության տակ գտնվող սրիկաներ են, իհարկե Էդգար Ղազարյանի նման պուճուր քաքը իրանից բան չի ներկայացնում, որ անձամբ լինի արտաքին, չգիտեմ ինչ ուժերի ազդեցության տակ, չնայած չի բացառվում, որովհետև պակաս քաքներ չի հենց FSB-ն, ով որակական հատկանիշներով աշխարհում այսօր շատ իր դիրքերը զիջել է։ Բայց ստեղ իրանց սպասարկուներ ունի։ Նա գնացել է տուն այսօր, լսեցիք երևի ազգային ժողովի գոնե առնվազն սկզբի հատվածը, որտեղ որ Ռուբեն Ռուբինյանը ասում է մինչև անցնել է ելույթներին բան, Էդգար Ղազարյանը ասելիք ունես, պրյամա ասում չունեմ։ Նարեկ Կարապետյան, դու ունես ասելիք, պրյամա ասում չունեմ։ Այսինքն իրանք հաշտ են այս իրավիճակի հետ։ Դե եթե հաշտ են, ուրեմն հաշտ են։ Ոչ մի խնդիր։ Ուրեմն սրանք երեք այդքան էլ հաշտ չէին։ Առնվազն ցույց են տալի, որ հա մենք էլ տենց որոշակյան հանգստություններ փոքրիկ ունենք, բան։ Ասեմ ուժեղ Հայաստանը ընտրել է լավ մանևրելու, ժողովրդի հետ շփվելով, իրան ծանոթանալու, հասկանալու եւ ինչու ոչ նաեւ քաղաքացիական պայմանագրի գործունեությունը իրեն վերագրելու, ворթեգրելու բանը, ռազմավարությունը, լավ անալիզ են արել, այստեղ դերագնահատելու բան չկա, լավ անալիզ են արել, թե քաղաքացիական պայմանագիրը ինչի հաշվին գոյություն ունի, ինչի հաշվին է, որ ինչն է, որ պատերազմից հետո ու դրանից հետո 5 տարի դեմոնիզացնելուց հետո միևնույնն է մեծամասնություն է դառնում, դրանից ելնելով խոսույթի, պայելաձևի, գործելավոճի մեջ մտցրել են իմպրովիզացիոն փոփոխություններ։ Պատկերացնում եք ուժեղ Հայաստանի միլիարդատերերը
որոշել են մտածել ու մտահոգվել աղքատների մասին, ովքեր որ աղքատ են կամ աղքատից թեկուզ մի քիչ բարձր ցուցանիշ ունեն կենցաղային, ասեմ ձեզ այս գլխանց ասեմ էլի, փախեք, որովհետև միլիարդատերերը սկսել են ձեր մասին մտածել։ Դա նշանակում է, որ դուք չափածը ծայրահեղ աղքատության վիճակին եք հասնելու։ Ստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Երեք չէին հասկանում, հələ տրամադրությունները հանրության ինչպիսին կլինեն։ Գնացին տուն, այսօր եկան արդեն ոգևորված ու չեն պատասխանում Ռուբինի ազգային ժողովի վարող նախագահի բաներին, հարցադրումներին։ Ինչու, որովհետև իրանց դուխ տվողներ են եղել։ Իրանց նման չակուրտակներ դուխ տվողներ են եղել։ Ուրեմն աչքովս ընկավ, պատկերացնում եք, լրագրողների ասոցիացիայի ղեկավար անձամբ իմ կողմից շատ սիրված Սաթիկ Սեյրանյանը, ում բազմիցս անդրադառնալու պատվին եմ արժանացել, գրառում է լրագրողների, դուք հասկանում եք, չէ՞, լրագրողական համայնքը առհասարակ հանրության շրջանակներում ինչ գործունեություն է ծավալում ու ինչ է այդտեղ կատարվում։ Այդ ասոցիացիայի ղեկավարը Սաթիկ Սեյրանյանը հրապարակում է անում, գրում է. Իսկ ինչն էր սխալ ասել Էդգար Ղազարյանը։ Սա չի ասել իմ մանկության ընկերներից որևիցե մեկը, որ ասում է, մի, լավ, մարդը ինքն էլ այդպես հարց կարա տա։ Սա չի ասել որևիցե բլոգեր, սա չի ասել Էդգար Ղազարյանի օջախի ներկայացուցիչներից որևիցե մեկը։ Սա ասել է Սաթիկ Սեյրանյանը, լրագրողների ասոցիացիայի ղեկավարը, Սերժի թևի Սաթիկ Սեյրանյանը։ Մարդ, ով իր լրատվական կայքերով հայտարարում էր, որ եկեղեցին փաստորեն պատերազմ է սկսում պետության դեմ։ Մարդ, ով կարողանում էր շատ հմտորեն նաև ինչու ոչ իմ եթերներից նույնպես կտրտել ու ունենց դասավորել ներկայացնել, որը որ ոչ մի իրան հարգող բարոյական անձի պատիվ չէր բերի։ Ասում է, իսկ ի՞նչն է սխալ ասել Էդգար Ղազարյանը։ Ասեմ, Սաթիկ, դու ես չեմ կասկածում քո խելամտության վրա, որովհետև դու հիմա անես չի որ ապուշ ես ու չես հասկանում։ Չէ, պարզապես դու գործով ես գրում սա։ Բայց այդ գործը քո ինչու՞մն է կանում, գիտես։ Հանրության մեջ տրամադրությունները եւ ազգային ժողովում իրավիճակը սրել։ Այսինքն դու իսկապես Էդգար Ղազարյանի խոսույթի մեջ ոչ մի վատ բան չես նկատել։ Okay։ Դե եթե ձեր մեկնաբանությամբ Էդգար Ղազարյանը երբ մեղադրում է հայկական կողմին պատերազմի մեջ եւ զոհերի մեջ եւ այլն, հետո բնութագրում է գնահատականներ է տալիս, ինքն էլ ներկայացնելով իր հերավոր բարեկամին, չնայած հետո ասմակավորն է, ու տես որոշում է, որ կարա իր բնութագրական նկարագրություններից ելնելով որակի որոշներին սրի կա, ապա պետք է ասեմ, դուք դա համարում եք ճիշտ, դա նշանակում է հետևյալը, որ դուք ասում եք, որ ցանկացած քաղաքացի, եթե կարծում է, այս ինչ բանը սենս կամ անենց, ինքը կարա իր բնութագրական նկարագիրը բարձրաձայնի։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչի թիվ 1 մեղավորներն ու հանցագործները, 5000 զոհերի գլխավոր մեղավորները, պատճառ հանդիսացողները, Քոչարյան Ռոբերտն ու Սերժ Սարգսյանն են իրենց կառավարությունով հանդերձ, ովքեր պիտի բերեին Հայաստանին այդ վիճակին, ովքեր նախապատրել ռումբ էին դրել հայկական պետականության տակ, ու դրանից ելնելով Քոչարյանի ու Սերժի ներկայացուցիչները ազգային ժողովում սրիկաներ են։ Ես տալիս եմ այն բնութագրական նկարագրությունը, որի հետ հաշտեք դուք։ Դուք սրա հետ հաշտեք, դուք այդ տրամաբանության հետ հաշտեք։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել, որ սխալ բան չեմ հասկացել։ Առնվազն սրիկաներ են։ Ես դեռ չեմ խոսում, թե քանի անձի կարող եմ դիտարկել անձնական թշնամի, ելնելով իմ հայրենասիրական նկրտումներից, իմ հայրենասիրական ոգուց ու գնահատականներից զգայունական դաշտից։ Ուրեմն, ստեղ ինչ խնդիր կա ժողովուրդը։ Ուժեղ Հայաստանը, հետևյալ ռազմավարությունն է, առնվազն Էդգար Ղազարյանի մասով։ Հիշում եք, ովքեր վաղուց ինձ հետևում են, ես այս ֆենոմենի մասին շատ եմ խոսել։ Հատկապես, երբ որ դոգի թեմային էին փորձում անդրադառնալ շատերը ու ինձնից բացատրություններ են սպասում։ Ասում են, բա ոնց է հենա, սաղին ինքը կոֆրտում է, ինքը ուրեմն անկախ դեմ կա, բան, ասում են, լսեք,
Իրանք իրար մեջ ունեն պայմանավորվածություն։ Իրանք իրար մեջ որոշել են, որ այս ինչի կփուները մեկը ասնաբանի չի, ու ոչինչ թող կֆրտումա կֆրտի, մեզ էլ հետը թող կֆրտի, որ ոչ մեկ չջոգի, ու տենց մենք մնացածը կանենք։ Կարևորը, նայեք, այս կառավարությունը, իշխանությունը, այս կուսակցությունը ըստեղ է, իրանք ստեղ են, իրանք դա լավ գիտեն։ Ոչինչ, մեզ ինչքան կֆրտի, մենք սրանից ներքև չենք իջնելու, մեկը ժողովուրդը իր գնահատականը տվել է, մենք ստեղ ենք, սա է, բայց եթե զուգահեռ սրան էլ է կֆրտում, սա իջնում է։ Մենք չենք ելնում, բայց սա իջնում է։ Այնքան է պետք է իջացնել, որ հասնի հավասարվի։ Всё, էս է ռազմավարությունը։ Ու դոգի պարագայում ես ասել, այս նույն ռազմավարությունը հիմա Էդգար Ղազարյանի վրա է։ Այսինքն, իրանք Էդգար Ղազարյանը, օրինակ, հա, իմ պատկերացումով, նո ուսած նկարագրությունը կարող է բառացի չհամընկնի իրականությանը, բայց միտքը հետևյալն է։ Էդգար Ղազարյանն ասել է ախպեր, մեկը ԿՊ-ի ասածներին հասցեն, ասնաբանիչին նրանք տղաչեն մարջին ես ցիմս բաներ, ու ոչինչ, թող ինձ ինչ ասում են ասեն, ախպեր, բայց ես իմ կասեմ այստեղ։ Այսինքն զուգահեռաբար կդեմոնիզացնեմ, կվարկաբեկեմ, կթիրախավ մի խոսքով, էլի։ Ինչ ասեն ինձ են ասում, դուք ձեր վրա չվերցնեք ախպեր ջան։ Всё, ես sense, մատը ռազմավարական խոր, տեղափոխեմ ուրիշ շատ օր հետնում։ Всё։ Հասկանում եք, ու ասել են լավ, այս մի պեշկեն ունենք։ Չէ՞ որ շախմատի դոսկի վրա ոնց է, ամեն ֆիգուր եւ ամեն պեշկեկը ունեն իրաց քայլի ձևը, հա, ասենք փիղը sense է քայլում, անկյունագծային բանով, նավակը ուղղահայաց հորիզոնական, թագուհին գրեթե ամեն ձև բացի ձիու քայլերից, ձիու քայլերը գայաձև բոլոր ձևերով թարսուշի տակ։ Հասկանում եք, всё, այս ռազմավարությունը ընտրած է։ Էդգար Ղազարյանը այն ֆունկցիկն է, ով որ պիտի այդպես հատուկ իր քայլն է տենցնա։ Իրանք իրաց այդ շախմատ Էդգար Ղազարյանը շախմատի դոսկի վրա իրանց պետք է։ Всё, բայց իրանք չեն հասկացել մի բան, որ ինչպես որ ցանկացած քաղաքական թիմ իր քաղաքական կուսակցության ներկայացուցիչի համար պատասխանատվություն է կրում եւ այդ ներկայացուցիչը թիմի համար նույնպես պատասխանատվություն է կրում, դա փոխադարձ է։ Բայց այս ժեխը հավաքվել է այնտեղ պատահականության սկզբունքով, այո, այս ժեխը, այսինքն ամենաբիժնիկների գունդն է սա, աբիժնիկ մահապարտների գունդն է սա։ Ասենք, ով ինչից աբիժնիկա հավաքվել է, կուտոկվել է ստեղ, որովհետեւ փողի աղբյուրը կա, կարային ներկայանալի լինել, ապա այս մի սրիկան է թող իր առնելիք հանի։ Մենք այսպես աբիժնիկներով, դες մենք տեսագետներով, վիժավաբաններով, չգիտեմ ինչերով, դες կփորձենք նեղը գցենք, բան անենք, բայց պիոներ լինենք։ Որ կուլտուրնի ձևով, որպեսզի հեղինակություն հավաքենք հետոյի համար։ Ես ժողովուրդ ջան, դուք կարող եք դիտել իմ 23-24 թվականների եթերները, որտեղ որ ասում է, որ 26 թվականի ընտրությունները 31 թվի մասին են։ Որովհետև բոլորը գիտեն, որ 26-ին կրված են, 23-ին Ռուսաստանը Արցախը հանձնել Ադրբեջանին, ռուսական ուժերը չեն կարել 26-ին իշխանություն տանել։ Բայց իրաց ներկայությունը պիտի պահպանել, որպեսզի 31-ին բան անեն։ Հիմա այս պահպանությունը, ներկայություն պահպանելը, ունի որոշակի ռազմավարություն, ու այդ ռազմավարությունը պիտի ճիշտ տանել, մաքսիմում ինստիտուցիոնալ։ Ոչինչ որ Քոչարյանը այնտեղ մարգինալ մարմանա գնում։ Ոչինչ, մեկը իրան գնացել են, իրան գիտեն, Քոչարյանն ինչ խոսում են, դες չկա։ Այն 800 հոգի լայքողն են, այդ 800-ով սահմանափակվում է, որից է մեկը նոր մարդ չի միանում է դրան, հա։ Այսինքն մի հատ թազա ուժ են դրել։ Ու այս ժեխերի գունդը հավաքվել նստել է, մի հատ չեն ուզում ոռները տեղներից շարժեն, ելնեն քաղաքական որոշում կայացնեն, վեր կենան թիվ 1 ամբիոնի մոտ, ասեն ժողովուրդ, ես շատ գալամ, ես ով ուզում է լինի, եթե մենք, նայեք, կներեք, էլի ասես մեծ հատվածաբար կամ, պրոստը շատ ներմայնացած եմ։ Ասենք, թե ես ԿՊ-ից եմ ու ասենք, թե պատգամավոր եմ։ Ու հանկարծ ես իմանում եմ, որ ինչ-որ ժամանակ ԿՊ պատգամավորի գործընկերներից, կուսակից ընկերներից մեկը, օրինակ, սակրավորների մասին սենց արտահայտություն արել։ Ասում մի րոպե, հա, ես այս գաղափարախոսության կրողն եմ բանի ԿՊ-ի կուսակցության։ Հա, ես թիմի մարդ եմ, բայց կներեք, այսի կարմիր գիծ է, այսի չի կարա սենց լինի, ու եթե անգամ ամբողջ թիմը չի ուզում այդ որոշումը կայացնել, խորապես խոռոփած կունենայի այդ ռազմավարական քաղաքական քայլերի վրա, չնայած նրանք էլ կհասկանային, որ ես կարամ դա ունենամ, որ կկանգնեի ամբիոնի մոտ ու կասեի, ես չգիտեմ ստեղ ով ոնց ժողովուրդ ջան, ես անձամբ ես, կաղաչոք է ել ընդեղ, ծնկաչոք, անձամբ ես աղաչում եմ, կներեք այդ սրիկա արտահայտության համար, ոչ թե ինձ կներեք, તો ինձ էլ ներեք, բայց առաջին հերթին իրան խնդրում, կարող է ինքը վախենում աներողությունացի,
խնդրում եմ թույլ տվեք սա ես ասեմ, ես ասում եմ։ Ես դա կանեի անկախ թիմային գաղափարախոսություն, որովհետև ինչ թիմային քաղաքական թիմ, եթե քո համար կարա զինվորի ոչ է քո քաղաքական պաշտպանի, այլ ամբողջ պետության սա գունակոնակի պաշտպանի կյանքը դու արժեզրկես նրա կարևորությունը, նրա ոգին մարտական մյուսը։ Ինչի մասին է, ես թաքած կունենայի հազարակ միլիոնա տտես բանի վրա։ Բայց սրանք չէ, եկեք լրենք տոսացել է էթա։ Իրանք դա դարձրել են քաղաքական պրոցես։ Սակրավորի մահի մասին ցանկությունն ու երազանքը դարձրել են քաղաքական պրոցեսի մի մասնիկ։ Բայց ես դա թույլ չեմ տա։ Մեկը ես ինչքան կարող եմ, ես չգիտեմ, դա հարցի լուծում որքանով կլինի, բայց ես կարծում եմ, եթե շատերը միանան իմ առաջարկին, ապա կլինի։ Ես առաջարկում եմ հետևյալը։ Ժամանակ կա, քանի հանձնաժողովի նախագահների ընտրություններն են ու բոլորը դեռևս ունենում են հնարավորություն ելույթներով հանդես գալու։ Եթե այս շաբաթներ հազիվ էլ հասցնեն, sense որ նայում եմ ես տեմպերը բանման, հազիվ էլ հասցնեն։ Եթե այս շաբաթվա ընթացքում էլ այդ սրիկան, այդ բրիճը, այդ քաղաքական տոռնիկը չկամնի թիվ մեկը ամբիոնի մոտ կամ ուժեղ Հայաստան ժեխա խմբից, ուժեղ Հայաստան սրիկաներից, ովքեր որ կիսում են Էդգար Ղազարյանի այս երասակն ու ցանկությունը, որովհետև այդ թիմն են ներկայացնում։ Որևիցե մեկը ղեկավարի գլխավորությամբ, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ։ Եթե դուք այն երկու շաբաթ կիրակի դեմը, երկու շաբթից սկսած, ուրիշատին ես հետևելու եմ, սրա պատասխանը չտաք, դուք ստիպված եք լինելու ուղիղ նայել կենթանի քաղաքացիների ազգային ժողովի մոտ հավատված քաղաքացու կամ քաղաքացիների, դա կլինեմ ես մենակ, կլինեն 2-5,000 թե 5,000, ես չգիտեմ։ Դուք ստիպված կլինեք, կանգնեք ու ասեք ներողություն, կկանգնեք ու չեք ասի ներողություն, շատ ավելի վատ բնութագրեր կհետևեն առաջիկա 5 տարիներին ձեզ բոլորիդ։ Ես հələ սպասում եմ, ես հասկանում եմ, որ սկիզբն է, հələ տնտղում են, հələ կոպիտ ասած քաղաքական ռազմետկա, քաղաքական հետախուզություն ա գնում, հələ ներկայանալիության հարցեր կան, բայց այդքան ինչքան էս հարցը բարձրացվել է ազգային ժողովում ու ձեր վերաբերմունքները ինչպիսին են, կներեք դա այդպես չկա, չի կարա լինի։ Ես չգիտեմ հետո որը տում ինչ կանեք, ոնց կանեք այդ ազգային ժողովում, դուք ձեր գործը, ինձ դա քիչ է հետաքրքիր։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ այն հարցը, որը վերաբերում է զինվորին ու քաղաքացուն, որը տում սրիկա կանվանեք, չեք անվանի, որը ոնց մյուսին սամբո կանեք։ Դա այնքանով է հետաքրքիր, որ ես կարամ որպես քաղաքացի դրան գնահատականներ տամ, այսքանով։ Սա ինձ ավել ինձ հետաքրքիր չի բացարձակ։ Բայց այդ հարցը այսքան արհամարած ձգել ու դու այսքանից հետո Նարեկ Կարապետյան կանգնում ես, քեզ հարց են տալի, կայֆես դու արա։ Կայֆես դու խնդրում չգիտեք նոր ինչ ասեց այդ Ղազարյանը լսեք սրա։ Խնդրահարույց համարեցիք պարոն Ղազարյանի վարամթերքը, հետո ասացիք կքննարկենք, որոշում կկայացնենք եւ կհայտնենք, եւ այսօր կարծեք թե ճիշտ ենք հասկանում, որ փոխել եք ձեր դիրքորոշումը եւ այլևս պարոն Ղազարյանի ասածը խնդրահարույց չեք համարում, տեղի ունեցավ այդ քննարկումը թե ոչ։ Հոպարի ասած սնկերից ես լավ էլ արա։ Բատես արա։ 3 տոննա սունկ ես կերել։ Հավաքի, չես հավաքի։ Հետո Աստորեն մի րոպե, որպեսի մեր ինչերը, մեր ովքեր, մի րոպե։ Հա, մեր հայրենակիցները, Նարեկ Կարապետյան, ես խիստ կասկածում եմ, որ իմ ու քո պատկերացած հայրենակից բառի բացատրությունները համընկնում են։ Քո հայրենակիցները կալուգայում լրված են ապեր։ Որովհետև եթե ես ու դու հայրենակից ենք, ապա մեր հայրենակից ու մեր պաշտպան սակրավորների մահը դժվար թե համընդհանուր տես պատկերացում կա, հայրենակիցը համընդհանուր բնութագրում է։ Ոնց կարաս դու ինձ լինես հայրենակից, եթե մինչև այսօր ես սեղանն խոսացել յադու այդ հարցով։ Ոնց, դա հարությանը, գիտեք ինչ, դա ԿՊ-ի հարցը չի, ԿՊ-ն խմբակցությունը հասարակության վրդովմունքն է ներկայացնում ազգային ժողովում այդ հարցի շուրջ։ Դա իր հարցը չի։ Նու, մարդկային առումով նաև իր հարցն է։
Չնայած զարմանում Հայաստան դաշինքի մեսրոպիկների ու ոնց են Անվան Վարդանյանների, Գեգամ Մանուկյանների հարցնել կարող է չի, ես չգիտեմ։ Բայց սա հանրության հարցն է։ Ու եթե դուք կարող եք ջոգեք որ կարող հանրության վրա թքած ունենաք, դուք չեք ջոգում թե հանրությունում ոնց կարա։ Մարդա մի կում թուք քցի վրները տակա խեղտվեք։ Ու ես կանց հետո մեր սիրելի հայրենակիցներին ինչ։ Այդ հայրենակից բառը որ ասում են սակրավորներին վերաբերվում է, զինվորին վերաբերվում է, այդ բանակից տարած։ Թե չի վերաբերվում, նա հասայի բանանք։ Զինվորը մեր հայրենակիցն է, թե հայրենակիցը չի արա։ Այդ սակրավորը մեր հայրենակիցն է, թե հայրենակիցը չի արա։ Բայց շարունակենք, հայրենակիցներին բան ասում ասի։ Հələ կայնը սնկի կայֆի տեսա դուրս դա ասի։ Որպես մեր հայրենակիցների իմանա Ղազարյանը անցավ նոր մի հատ բան ասեց։ Ներողություն եմ խնդրում։ Հա, ներողություն եմ խնդրում։ Անկախության Ղազարյանը ասելուց մի հատ տես բան ասի, իրեն բացել ախտեր։ Հիվանդ են էլի։ Ես վստահ եմ, հիշում եք որ ասում եմ իրանք ինչում մեղադրում են, ուրեմն իրանք դրա մեջ եղել են ու կան։ Այո որ ասում էին բանա, կամ մեղադրել, պախարակել, դեմոնիզացնել, ոնց կուզեք ընկալեք։ Այն որ ասում են, եթե ասում են սաղին թուրք, ուրեմն մեջները լիքը թուրք կա։ Եթե ասում են կապիտուլյանտ, ուրեմն իրենք կապիտուլյանտ են։ Այ էդի տենց է աշխատում։ Ու հիմա էլ է տենց աշխատում։ Հենց հիմա տենց է աշխատում։ Նայ, Ղազարյանը նոր անցավ նես մի հատ բան ասեց, մեզի բացեց։ Որովհետև այն սնկի թեման որ հոպարը ասում էր, այդ սունկը փաստորեն եկել է։ Ու իրանք են բերել։ Ու այդ սնկի տակ են։ Այսինքն Էդգարի ասած մեկ վստահաբար իրա նման աննասուն արտահայտություն է մի հատ արել, մկկացել է, ասնելով ու լիպես մեկ մկկացել է, հա։ Ու տենց անցել է, ու ձեզի բացել է։ Ձեզ բացել է։ Արա, գիտեք, փաստորեն դուք ունեք զգացմունքներ։ Որովհետև ծիծաղը դա զգացմունքանության դաշտից է։ Եթե կա ծիծաղը, ուրեմն կա տխրելու ընդունակությունը նույնպես։ Բայց ձեր պարագայում մուտացիա է տեղի ունեցել։ Դուք կարաք Ղազարյանի մկկոցի վրա ծիծաղեք, բայց Ղազարյանի բառաչացի վրա չեք կարողանում լրջանալ։ Մուտանտ եք ուրեմն։ Սա մուտանտի բան է։ Սա մուտանտի ձև է։ Ու հիմա եկել կանգնել եք ազգային ժողովում։ Ինչը ԿՊ-ի ռազմավարական բանի մեջ է, իրանք մոռացել են ինչեր են խոսել։ Այդ քիչ-քիչ դարձնում են իրանց էլի։ Մենք կողմ ենք, որ սա այսպես լինում, մենք դառնելու ենք, բաց, այսպես լսի, Նախշոն ջան, դուք ուրիշ բան պետք է անեք, արա ռազիվալկը խառնել եք, արա։ Ձերը ընդից ձախն է։ Մոռացել են ինչ են, իրակի կուրսը չեն ինչ են խոսել։ Ուրեմն համեմատական։ Ուլերի համեմատական։ Նույն Զանգեզուրի։ Մի րոպե։ Ռիպի գաղափարը դա նույն Զանգեզուրի միջանցք խոսույթի իրագործումն է, մի գաղափար, որը հեղինակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44 օրյա պատերազմից անմիջապես հետո։ Դա ճանապարհ։ Ուրեմն, լսեցիք, չէ՞։ Այս դա նույն միջանցքն է, որը Ալիևն է։ Ալիև բառը պիտի ամեն ինչում, ամեն բառակապակցության մեջ լինի։ Սա մեխանիզմ է, ժողովուրդ ջան, այդ բանն է, էլի հատուկ ինստիտուցիոնալ մեխանիզմ է միջայլոց, ասեմ ձեզ, ովքեր ծանոթ են կհասկանան ինչ եմ ասում։ Այսպիսի բաներ խոսալով աչքի հայկել Նարեկը ասել արա, դա Էդգար Ղազարյանն էլ է ոնց որ շուշուտ աչքի ընկնում, սրան վերցնենք մեր թիմ։ Այս խոսքի ազդեցությունը իրանց ուլերի վրա ոնց է ազդել ես չգիտեմ, բայց այսպես մի հատ բան, շարունակությունը լսենք։ Ասում է միջանցքա Ալիևի հեղինակած։ Հիմա նայենք Նարեկն ինչ ասում։ 44 օրյա պատերազմից անմիջապես հետո։ Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում եւ որևէ երկիր իրավունք չունի դա կոչել միջանցք։ Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում։ Դա ճանապարհ Նարեկ Կարապետյան, որևիցե երկիրը չգիտեմ, բայց ըստ Էդգար Ղազարյանի, ով Ալիևի սպալնիից է ամեն օր դուրս գալիս ննջասենյակից։ Ինքը ասում էր, որ Ալիևը իրան ննջասենյակում գիշերը պատմել է, որ դա միջանցք է, Ղազարյան գնա պատմի մնացածներին սրա մասին։
Ղազարյանը եկել մեզ ասել է, որ Ալիևը էս է ասում։ Ու դա այդպես է, որովհետև Ալիևի ցանկությամբ է դա։ Բանը, իր աստվածության, իր սրբության ասածն է դա։ Ինքը տենց է ընկալում Ալիևին, ըստ իր բաների, տարատեսակ մեկնաբանությունների բոլոր ժամանակներում։ Դու քո թիմ ես վերցրել դրա համար, որովհետև ինքը տենց սուր է խոսում, ու տենց կարողանում է Ալիևի սպալնի շուշուտ ելումուտ ունի, քեզ պետք է դա։ Վերցնում ես քո թիմ, հասկանում ես։ Հետո քո թիմում դու մեկ էլ մի օր հելնում ես ու ասում ես, չէ, սա ճանապարհ է։ Նայ, երբ որ դու ասում ես ճանապարհ է, ես սենց եմ մտածում։ Ինչքան էլ որ աչքիս լույսը չէ, չնայած առանձին անկեղծ եմ ասում, առանձին ատելություն չունեմ քո հանդեպ, բայց գնալով կուտակվում եմ։ Ես սենց եմ մտածում, լավ, մարդը կարծիքը փոխել է։ Ես կարծիքով եկել է, կարծիքը փոխել է, բայց քաղաքական այն ներուժով ու բանով, որ ինքն է եկել, պիտի որ դրա մասին մեզ ասի, գիտեք ինչ ժողովուրդ ջան, այո, մենք նույնպես կարծել ենք, որ սա կարող է սենց է գնում, Մարկասու սենց չի գնում, իհարկե քաղաքական փաթեթավորմամբ, մենք եկանք դրա համար էլ տենց ես եմ ցած ապուշ բաներով, էլի, ոնց են ձեր հետևորդները ասում, այ Նարեկ Կարապետյանը եկավ դրա համար 300,000 ադրբեջանցիներ չեկան, այսինքն 300,000 ադրբեջանցիներ չեկան, որովհետև Նարեկ Կարապետյանը եկավ, այսինքն 300,000 ադրբեջանցիների դեսպանը եկել է իրանք բավարարված են, 300,000 ադրբեջանցի բավարարված է, որ Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում։ Ուրեմն, ընդ որում ոչ մի 300,000 ադրբեջանցիների միջի մեկ թիվ պարունակող մեկը չգիտի, թե 300,000-րդը որտեղ է քնում։ Նարեկը գիտի։ Այդքանից հետո ես կարծում եմ, որ եթե սիրելի քաղաքացիների մասին է խոսքը, պիտի որ դրա մասին ես ձեր հետևորդները չեմ։ Ձեր հետևորդներին դուք առատ այդպես սիգնալ կտաք, հազիվ եք խաբեք ձեր ջերմները դուր տակ այդպես սիգնալ։ Հաշվի կմեռնեք քաղաքականապես, տեղից էլ տակներդ բան չկա։ Ես պիտի sense մտածեմ, որպես բարեկիրթ ազնվորություն, ասեմ, մարդը, չէ, լավ էր, որ եկան ազգային ժողով, այնքանով էր լավ, գոնե ուժ են քաղաքական ու կարծիքը, որ sense փոխվել է, դա ինձ սիգնալ է տել, որ իրականում դա ուղի է։ Բայց, արա, էսի այնքան է կյանքս կերել իր միջանցքով, այնքան է ինձնից ժամանակ խլել իմ եթերների մեջ, որ ես նվիրեմ։ Սա պիտի որ էլի մի հատ բարի կրթություն, բանալի ասի, Ժորժ ջան, սենց կներեք, լավ, մի քիչ երևի պերը բարձիտ ենք արել, ինչ-որ ձևով, բառացի չէ, բայց չի անում հերիք չի, մեկ էլ այսօր, համարյա թե հակառակ բաներ ենք լսում, իր թիմին է, քո թիմը Նարեկ, քեզ չի արգում, դու է թիմի քաղաքական ղեկավարն ես, տով ամեն ինչն ես իրանց, քեզ սենց ասեմ, եթե ազգային ժողովում ընդամենը ձեր խմբակցության ղեկավար ես, դու իրանց համարյա աստվածնաս, քեզ ասեմ, քեզ տենալով իրանք մտքի մեջ խաչակնքվում են, մտովից խաչակնքվում են մի հատ, հասկանում ես, սենց կտրիչնել օրհնում է այդ պրոցեսը սենց դերից։ Բայց եթե իրանք քեզ հարգեին, հասկանային դու ինչ քաղաքականություն ես բրդում, իրանք չեն էլի նալին մեխին խփելու։ Դուք հիմա եկել եք, սենց ձեր համար յանի շախմատի դոսկա եք հավաքում, այս մեկին էս գործառույթ է, այն մեկին էս գործառույթ է, այն մեկին այն գործառույթ է, դες որ հանգարց ուզենաս ընդհանուր գնահատական տաս, ասում է, ասենք մեկին կարող ասես, դուք ասում եք, ասի, ով ես, չէ, դու չէ, դուք։ Ու ես ով եսը շուտվանից կա, ես դες բան չեմ արել։ Գիտեմ, որ դու չես արել, կողքիդ պիտուխն է արել, բայց որ ասում են դուք քաղաքական պատահ այդ 28 հատ մանդատով մեջն եք։ Օրինակ, տարական բան ասեմ։ Նիկոլ Փաշինյանը ըստ ձեզ աշխարհի ամենավատ առաջնորդն է, ճիշտ է։ Թուրքա, բան, չգիտեմ, ոնց եք բնութագրում, ինչ բնութագրել։ Արա, բա ԿՊ-ը եք դες բնութագրում, որովհետև ինքը իր քաղաքական թիմին, որտեղ իրանք Նիկոլի քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ճիշտ է։ Այդ հետևաբար կիսում են ըստ ձեր պատկերացմամբ։ Այդ պատասխանատվությունը ճիշտ է, բայց ո՞նց է լինում։ Իրանք կիսում են այդ պատասխանատվությունները դրական թե բացասական։ Արա դուք երբ ձեզ են հարցալից ով ես, չէ, ով ես, ով ինքը, ինքը կարող է, ես չգիտեմ, բերյան չեմ։ Ու սենց եք պատասխանում։ Այդ ո՞րն է։
Ուրեմն Էդգար Ղազարյանը ցանկացել է հայ սակրավորների մահը։ Հետևաբար ուժեղ Հայաստանը քանի դեռ չի ճառացել, չի բռացել, չի պապացել, հետևաբար բոլորովը ցանկանում եք հայ սակրավորների մահը ու քակեք ուտում, եթե երկուշաբթիից աշխատանքները սկսվելուն պես ամեն մեկը ձեր ելույթով առնվազն ներողություն չասեք։ Դուք ստիպված կանեք դա անեք ազգային ժողովի դիմաց։ Չեք անի, հանրությունը գնալով ավելի բացասական այլ արձագանքները ձեր հանդեպ կայտնի։ Սա ֆունդամենտալ այնտունակարային բան է։ Չի կարա քաղաքական որևիցե թիմ իր ցանկությունները նպատակները կապված զինվորի հետ բերի քաղաքականացի փորձի հետ քաղաքակերությամբ բան հավաքինս իր արևին խաղեր տա։ Սադիկ Սեյրանյան ու սրան նմաններ ովքեր որ ասում են իսկ Էդգար Ղազարյանը ինչ անի դու ասել ուրեմն ասեմ եթե ձեր բնութագրմամբ Էդգար Ղազարյանը ճիշտ է ասել եթե դուք կարծում եք քանի որ ձեր պատկերացումով ԿՊ դավաճանական թիմը կճանաց քաղաքական թիմը բանա ուրեմն կարելի է վիրավորելով խոսալ ուրեմն դու լինելով ժուրնալիստների միության բանի ասոցիացիայի ղեկավարը դու քո ժուրնալիստերին դրանով սիգնալ ես տալիս որ ատելության մթնոլորտը բարձրակարգ ձևով ապահովեն բոլոր տեսակ կայքերում ԶԼՄ-ներում եւ այլն ուրեմն դուք բոլորդ եւ քանի դեռ ոչ մի լրագրող չի արձագանքել ես այս գրառման ուրեմն դուք բոլորդ սրիկաներ եք բարիս ամբողջական ձեր գործունեությունից բխող իմաստով հասկացաք դուք պարատիչներն եք ազգի թշնամիներն եք բարոյական առումներով ամեն առումով դուք ձեր մասնագիտական բանը հմտությունները կիրառում եք հայ ժողովրդի պարատելու իրար դեմ հանելու կեղտոտ խոսույթը ապահովելու թարախն ու ատելության մթնոլորտը ամենաառաջին պլանում պայելու ձեր չգիտեմ օտար երկրի անձնական տուզիկական շեֆական փողով առանց փող ձեր բանը մեսիան դա է ձեր մեսիան սա ձեր գնահատականն է եթե դուք նատուրին ստաց մտածում եք իսկ Էդգար Ղազարյանի ասացի մեջ եթե ոչ մի բան չկա Էդգար Ղազարյանի մեջ ուրեմն իմ բնորոշմամբ բոլորդ ժեխ եք ժեխ թրքամոր հակապետական հակազգային իսաններ եք հասկացաք պատերազմ բարին պետ եկեղեցու թեմայով մտել է մուտիլովկեն անում է իմ եթերը կիսատ կտրել տեղադրում է ժուրնալիստների միության ղեկավարը տեղադրում է հելով ասում հա ուրեմն պատերազմ եք ուզում դե կստանաք պատերազմ դե կստանաս պատերազմ ու կտենաս Են բանը են Էշմիածինցին անունն ինչ է նրա ինչ է ինչ Խաչատրյան հա այնով էր Ուրեմն Սևակ Խաչատրյան, հա ճիշտ եմ ասում անուն ազգանունը դրա։ Հելել ամեն բարոյականության քարոզ է կարդում։ Դե գիտեք մանվելը, արա յանի մենք չենք ապրել ապշե, կուրսի չենք։ Նայեք, մանվելը մեռել է, մահացել է։ Իմիջիալոց ասեմ, եռաբլուրում չի ուղարկավորված։ Ասեմ ձեզ, ես ցավում եմ, որ այն ամագը, որ ունեցել է մանվելը Արցախում, այն ամագը, որ ունեցել է երկրապահում, դա ինչ-որ պայից սկսել է բացասաբար օգտագործել, թե կամավորների շրջանակներում, թե քաղաքական դաշտում, թե քաղաքացիական դաշտում։ Հասկանում եք, բայց այդ տենց լինում է, երբ որ բեսպիցի մինուտ հերոսները դառնում են հակահերոսներ։ Հասկանում եք։ Ես չեմ ուզում սա խառնեմ իրար, ես գնահատում եմ իր ջոկատի անձնուրա ձեռքբերումները առաջին Արցախյան պատերազմում եւ աշխարհի բառերն եմ ասում դրանից հետոյի այն մասնավոր գործունեության շրջանակներում առածներին բայց որպեսզի չմտնեմ այդ դաշտ ու հանրության շրջանակներում էլ տարատեսակ բաներ չարտնացնեմ այդ ուղղությամբ ես լռել եմ միշտ մանվելից միշտ անցանք լավ հասկանում եք լռելը ոչ թե ասելիք չկա չէ ասելիք շատ կա այլ որովհետեւ ընկալումը կարա սա խառնի իրար պետք չի թող լռենք անցնի գնա այդ էլ թող տենց անցնի գնա բայց երբ որ դու կանգնում ես ազգային ժողովում փորձում ես արա ես ինչեր ես խոսում յանին ես դու փաստորեն դու քեզից չես միացինցի Ելել է ինչ ասում ասում ես դա չեմ տեսել բայց ես տեսել եմ թե ինչպես էին քաղաքացիները այդ չմիացնում ասում բանը այդ եկեղեցու դիմացի տապանակարերի վրայով քայլում յանի դատապարտում ալու սա խելքի նայեք ու նկատի ունեն այս միացնում որ հավաքվել են կետի ուրեմն ասեմ
Էջմիածնում ապրող, խիստ հավատացյալ, ում սիրտը պայթում էր այդ հանգամանքից, ու չես անկանում հասկանալ, էդի ոնց կարելի է դատապարտել թե չէ, քեզ բացատրեմ։ Եղող, նայ։ Ուրեմն, ես չգիտեմ կտրիճը ոնց, բայց եկեղեցին ունենում է գերեզմանատուն։ Եկեղեցին գերեզմանատուն։ Բայց եկեղեցիների երանելի սպասավորներից շատերը իրենց մահկանացուն կնքելուց առաջ իրենց խոսքն են ասում ու խնդրանքն են ասում, որ քանի որ ցանկանում են մեռնելուց հետո էլ ծառայել եկեղեցուն, ապա հնարավորության դեպքում իրենց հուղարկավորեն եկեղեցիների դռների մոտ, այդ տարածքում, դեպի եկեղեցի եկող ճանապարհներին, թող իրենց տապանակարը դառնա ճանապարհ, դեն ժամանակները ասֆալտ չէ, չէ։ Մարդիկ տիլերի մեջ չընկղվեն, էլի թող իրենց ոտքը դնեն իրենց տապանակարին, միայն թե գան եկեղեցի։ Հասկանում ես։ Իրանք իրենց տապանակարը թող ճանապարհ ծառայի։ Դա իրանց խնդրանքն է իրենց համոզմունքներից, իրենց նվիրյալ, Աստծո նվիրյալ լինելուց ելնելով։ Ես ասեմ, բացառում եմ որևիցե հանգամանք, որ կարող է Կտրիշ Ներսիսյանի տապանակարը դրվի Էջմիածնի մուտքի մոտ, որպեսզի ես ոտքս դնեմ վրան նոր մտնեմ եկեղեցի։ Ես դա բացառում եմ, բայց դա այդպես է։ Ու եթե դու այդ հասարակ բանը մինչև մի չգիտես, եղող, դա շատ վատ է։ Դու քեզ ձևակերպում ես պաշտպան, բայց դու չգիտես ինչն ես պաշտպանում եւ ումից ես պաշտպանում։ Սա մեկ։ Երկրորդ, իսկ դաշնակ Գեղամը իր հետ եկած սաստավը կուրսի են, որ դու դա դատապարտում ես։ Բա ոնց որ են թեվից էլ իրանք էին կանգնում այդ բաների վրա ապեր։ Թե ցես դու նայել ես այս կողմը, այս կողմը տանձի չեղեն, այս դա ինչ նայես որ մեր օբյեկտն է էլի Էջմիածին մայտաճարն է։ Հա? Կերծ բարեպաշտներ աշխարհի ամենավտանգավոր իրենց բանի տեսանկյունից է, ես չեմ ասում վտանգավոր, վայ պետք է իրանցից գուշանալ, ոչ իրանք վտանգավոր են, որովհետև իրանք ճիճու են առողջ մրգերի մեջ։ Այսքանով։ Հարությունն եք խոսք ուղում։ Մենք ձեր խոսքերը ծանոթ հետև արեք, նոր ուղղեք։ Իմիջայլոց Ղազինյանին, ասեմ, այսօր քննարկում էր Ղազինյանի հարցը։ Ես Ղազինյանին հատուկ Ղազինյանի համար, ես հիմա ինադու չեմ անդրադառնում, որովհետև ժամանակն էլ ակաշ մի թեմա ոնց որ բանանենք, նոր անցնենք առաջ, բայց Ղազինյան, վաղվա եթերս լինելու է քեզ նվիրված, քո հետի աշխատանքին նվիրված։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ելնելով իր իշխող դիրքերից բնականաբար նաև ունի ու կարողանում է շատ լավ այս ընթացքում հակադարձել, ես Ժորժ ջան, անկեղծ ասեմ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հակադարձումներից ու հարցադրումներից գոհ եմ շատ գրագետ, շատ խորքային, շատ հեռահար, այն երկրորդ քայլ բանանող, մտածող, ես դժգոհ եմ այդ տեսքից, այդ process-ից, ու չեմ կարա դժգոհ չլինեմ, ու ես իմ դժգոհությունը ասել եմ, որ նկարագրել եմ, մանրամասնել եմ, չանդրադառնում։ Ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Էդգար Ղազինյանի, Էդգար է դրա անունը, ամեն դեպքում Ղազինյանի պարագայում պատրաստված է եկել, որովհետև ամեն դեպքում կներեք այդ խմբակցության վարչության անդամներից Ռոմանոս Պետրոսյանը, ով շատ հասանելի մարդ է ինքը իր տեսակով, ինչքան որ վարկյան ազատ ունի, ինքը աշխատում է գրեթե բոլորի հետ կոմունիկացիան պահում, բոլորի հետ կուսակցության հետ առավել եւս, ու հանդիսանում է վարչության անդամ։ Վստահ եմ, որ հավելյալ պատրաստված կլինեն, զինված կլինեն ինֆորմացիա։ Բայց գումարած այդ ամեն ինչին ամեն դեպքում վաղվա եթերը դուք էլ նայեք, որովհետև այնտեղ վաղվանը ինչ որ ասենք, լսած բաներ չեմ ասելու, փաստեր եմ ասելու։ Ոչ թե այն փաստերից, որոնք որ գործնականում մշտապես հեծը եւ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում են, այլ մի քիչ ավել, այն որ Ղազինյան գեղից մարդ կա ավել։ Գեղից մարդ կա։ Ու ձեր կրթություններով Մեսրոպիկ մեծ ազգի փոքրիկ ներկայացուցիչ Մեսրոպիկ, որ սաղ կյանքը դու պատգամավոր չես դառնալու, ճիշտ է, պատգամավոր ես որոզի, բայց դու չես կոչվելու, կոչումով չես լինելու պատգամավոր։ Դու լինելու ես մամելի օգնականը սաղ կյանքդ, դա քո մաքսիմումը։
Այդ որ գալիս կանգնում, մենք տնտեսագետներս, այնուսելմա մենք իրավաբաններս, մեր մասնագիտական, մեր դպրոցն ուրիշը, մեր 30 տարի սաղը ձեր քաղաքական հերուքավորներով, ձեր մասնագիտական ընդունակությունները օգտագործել եք ժողովրդից քամելու ուղղությամբ։ Ես հարցականի տակ չեմ կարա դնեմ Ղազիմյանի, մյուսի կրթական գիտելիքները, չեմ կարա դնեմ։ Ես մի հատ լավ ընկեր ունեմ, բոլոր պատերազմների մասնակից, ածական անունը Գիժ, ու որ իրան տենակ դուք կջոգեք, որ ինքը Գիժն է, սենց ասեմ ձեզ։ Գիժս իր հերթին ուներ Անդրանիկ անունը, բայց այն որ ինքը դատուրի գժլավ շո փախեք։ Իրա ընկերներ, ով նայելի մնգերնա, դասա անունը չտամ, էլի սս բան չի։ Մանկավարժա Գիժը մանկավարժայի մամով աղբոր հետ ընկերներ են պատերազմներ անցած։ Խոսքի մեջ կեփով որ լավանում ասում ես կրթված սրիկա է։ Ամեն անգամ ձեր նմաններին որ ուզում եմ անդրադառնամ, իհարկե սրիկա չի ընկերը, բայց իր նկարագրում, իր անկալումը ձեր տեսակ կրթվածների մասով շատ ճիշտ է։ Որ ամեն կրթված չի, որ իր կրթությունն ու գիտելիքները ծառայեցնում է պետության ու այլ։ Ես ձեզ ասեմ, եթե ձեզ թվում է օրինակ, թե Հիտլերը իհարկե կրթության առումով կենսագրականը մի քիչ ուրիշ է, բայց իր ընդունակությունները կարող է ձերնից թույլ չափազանց սխալվում է, բայց նա համամարտկային չարիք դարձավ իր գիտելիքներով։ Եթե ձեզ թվում է Գորբաչովը ձեզանից քիչ էր ջոգում աշխարհը կյանքը մուտիլովկեկը կռուտիտները ու կրթվածությունը իր ցածր է սխալվում եք։ Ու մի միլիոնը մարդու անուն կարելի է տալ։ Ես որ ձեր կրթությունը, դիպլոմը, ինստիտուտի բաման, մեր աչքը մի կողեք, տարիք ձեր ոռը կողեք։ Հասկացաք։ Մեր աչքը տենում է այն ինչ որ տենում է։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են կրթված, հենա ուզում ենք նախանձենք իրենց կրթությանը, մեկ էլ պարզվում է, որ իրենց կրթությունը իրանք օգտագործել են ազգին քերթելու, քերելու, խապելու, գցելու մեջ։ Ազգի դպրոցը, մանկապարտեզը ձեռքից խլել են, գողացել են։ Ազգի կրթվածության մակարդակը իջացել են պլենդուզից ցածր, որ իրանք իրեն մեջտերի խելացիները, տնտեսագետներն ու իրավաբանները, որ քերթ են։ Ու այս ամեն ինչը դուք չեք պատկերացնի էկրանի այս կողմից ինչ տեսանելի է։ Նենց որ ձեր դիպլոմներով գլուխ մի գովացեք, գործ անելու ունեիք տեսած կլինեինք, ինչն էլ յանım, ոնց որ ասում եք, այս սոյցենցենին այդ էլ հələ կտենանք։ Կյանքը վաղը չի պրծնում, մյուս օրն էլ չի պրծնում, մի տարի հետո էլ չի պրծնելու, դեռ կտենանք դուք ձեր գիտելիքները գոնես իրավիճակում ոնց եք փորձում, ոնց կցանկանաք օգտագործել, հանուն ինձ, դուք կուրս եք, որ դուք հանուն ինձ եք աշխատում, Ղազիմյան, կուրս եք, ես ինչ էլ ասեմ ձեր ասեին, Վարդևանյանն այսօր ոնց էր ասում, այո կլինեն նաև վիրավորական արտահայտությունն է, իրավաբան է ապուշը, հելը ինչ է խոսում, արա, ես Վարդևանյանի այսօրվա ելույթը կարամ սարքեմ 3 հատ հաղորդում իմ համար, նստեմ այսպես play stop-ով, տող գնամ իմ 8-րդ դարսանի կրթությունով, արա, հելելա, իրավաբանն մեր ազգի, ոնց էին ասում, ազատության փաստաբանը, սատանայի փաստաբանը, ինչ է սովորացնում, ինձ անկիրթիս, ինչ է սովորացնում, ասում է գնել, կարելի է, որ այս հարթակում մարդիկ իրար վիրավորեն իրենց կարծրացած կարծիքից ելնելով, նա ինչ է ինձ ասում, ինձ, Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, Ֆլանին, Ֆստանին, պատկերացնում եք ինչ է ասում, գիտելիքներն է, գիտելիքները, որ մեկ անգրագետների ձեռն են կակննգել, մեկ էլ ձեր նման դիպլոմավորների, ովքեր որ պետությունը հասցրեցին այն վիճակին, որտեղ որ կարող է հաղթանակ տարած երկիրը 30 տարի հետո պատրաստ չլիներ պատերազմի, այս եք դուք, սրիկաներ, հասկացանք իրար, ու ամեն մեկը հելնում է, չէ, բայց այդ գլխոզանը ճիշտ արես, լավ արես, այն իրանց էլեկտորատի ապուշները, անասունները, այո, այդպես է պետք բան, վստահ եք արա,
Վստահ եք։ Նատուրին հիմա դուք նորմալ եք վերաբերվելու, որ հանգարց օրինակ ես ձեզ դոմփեմ, նորմալ է լինելու, որովհետև գիտեք ինչ, առնվազն մի 50,000 մարդ ասելու է ապրի գնելը, շատ ճիշտ արեց։ 50,000, հրապարակոր պրոցես ամբողջովին տեսնան, կես միլիոն, մի միլիոն մարդ ասելու է ապրի գնելը, շատ ճիշտ արեց։ Բայց դա ճիշտ է լինելու։ Ոչ, դա ճիշտ չի լինելու։ Բայց ձեր նման օլուխները թեփկերած դիվտ մեծացած, երբեք կյանքում իրաց խոսքի հետևանքները չգիտակցող յորուխները դա այդպես կմեկնաբանեն։ Եթե ձեր նման յորուխների ընտրյալը մաքսիմում պիտի Էդգար Ղազարյանը լիներ։ Իհարկե։ Ձեր երազանքների արքայազնը պիտի դա լիներ։ Մարդ, ով դուք այստեղ բանը նայեք էլի։ Չէ, Պետրոս ջան, ես չես կարա վիրավորել։ Ես առաջինը իմ անունն եմ տալիս, հետո Պողոս Պետրոս բան իմաստով, հա, բայց առաջինը ինձ ներառում եմ այդտեղ, որ Պողոսներն ու Պետրոսները երբեք չներվեմ, որ հասկանան, որ ես ինչ իմաստով եմ ասում։ Լավն էր, բայց միտքս դες ընդհատվեց։ Սա խնդրի մի կողմն է, տեսանելի կողմն է։ Խնդրի մյուս կողմում, գիտեք ինչն է, իր դեսպան աշխատած լինելը։ Ինքը մի վայրում Հայաստանն է եղել։ Ինչ որ մի վայրում, նայ, դեսպանատունը ինչ որ մի երկրում, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունն է։ Հասկանում եք, որ գրած է կոնստիտուցիա հայկական օրինակ։ Դա Հայաստանի Հանրապետությունն է, իր տարածքով գծած կադաստրով դրած, դա Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Ոնց որ Հայաստանում այս ճշմանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի Դաշնության կամ այդ տարածքն է, իրավական առումով տենց է։ Ու սա մի հատ վայրում այդ Հայաստանի պայմանական ղեկավարն է եղել։ Իր այսպես միաշերտ պատկերա, իր հարթ ուղեղությամբ, իր դալբայոբությամբ։ Ճոգում եք։ Լավ ասում, հարուտաս մակարդությունը վիշի, գլուխը իշի։ Լավ էր։ Սա դիպլոմատիկ հարաբերությունները ամենից տվյալ երկրի պետական կառույցների հետ վռոդի իշա Հայաստանի։ Պատկերացնում եք, ինչ խայտառակություն է։ Այդ երկրի մարդկանց համար, այն որ ուզեցել են հայերի հետ ծանոթ, ովքեր են հայերը։ Ու նայել են այս դեսպանին, էլի։ Արասել են այս թութխալն է, արա։ Այսինքն իսամ չի եղել, այս թութխալին են ուղարկել ստեղ։ Փաստորեն էս է իրանց մաքսիմումը։ Հասկանում եք։ Մենք ջանդամ, մենք մեր անասուններին, սրիկաներին գիտենք, ինչքան կարան, ինչ լինեն։ Բայց դուք պատկերացնում եք օտարի հայացքով։ Են էլ ոնց հասկացա Լեհաստանում։ Լեհաստանում ժողովուրդ ջան, որպեսզի ձեզ հասկանալի լինի, ասեմ, հայ ժողովուրդը Լեհաստանում այնպիսի պատմական հետք ունի եւ իբն է հարյուրամյակներից եկող ու ամեն տարի միայն թարմացող այնպիսի հարգանքի է արժանանում հայ մարդը Լեհաստանում։ Ես չեմ խոսում գողցողը, հայ գողցողը Լեհ գիտականի աչքին, ես խոսում եմ ընտարական իմաստով, դրվածքը ինչպիսին նա։ Դուք չեք պատկերացնի։ Ու ես մի օր իմ կարծիքով սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին իմ հաղորդման ժամանակ կունենամ հյուր, ով պատմական ակնարկով կներկայանա Լեհաստանում հայկական հետքի ու դուք կապշեք պարզապես։ Իհարկե դաշնակները sense բաները այն ժամանակ չէին պատմի մեզ, այդ հիմա կարող է ինչ-որ բաներ հիշեն, պատմություններին անդրադառնան։ Բայց դա իմացեք։ Լեհաստանում իրանց ամենամեծ ոնց ասեմ, իրանց Թումանյանը բանաստեղծա կամ Չարենցը, որում երկու բանաստեղծի անուն ասել։ Լեհաստանի Թումանյանն ու Չարենցը հայ են, ոնց ասեմ։ Լեհաստանի, արա այդտեղից սկսած վերջացած Լեհաստանի ազգայնական, ոնց որ Լեհաստանի դաշնակցությունը без դրական իմաստով։ Կուսակցության համահիմնադիրներից մեկը։ Պատկերացրեք որտից ուր եմ ասում, բոլոր սֆերաներում ու իրանք այդ շատ լավ գիտեն։ Իհարկե, այդպես շեշտադրումները շատ կարող է չդրվեն, բայց իրանք դրա մասին տեղեկացված են։ Իրանք դրանից ելնելով հայերի հանդեպ վերաբերմունք ունեն։ Ու սա եղել է այդ երկրում, այդ թութխալը եղել է այդ երկրում, այդ բանը չուբլեբասը եղել է այդ երկրում մեր դեսպանը։
Հարթ ուղեղը էլի միա բջիջը։ Բանականության սովը ազգային ժողովում։ Այն թերի վրա։ Սերժի Մանդավուշկյան ամորձիների։ Սան ժողովուրդ ջան, թույլ տվեք այս թեմայից ուրիշ թեմայի չանցնենք, որտեղ իսկապես բարդ է, բայց գնահատականներն էլ պիտի հասկանանք։ Ժուրնալիստների միության նախագահը համարում է, որ այդ Ղազարյանը ոնց որ թե ամեն ինչ նորմալ է ասել, սա արձանագրում ենք։ Հետևաբար ժուրնալիստների մի 90%-ը համաձայն են, որ այս ամեն ինչը կայֆոտ է, ատելություն ապահովելը թույլ բան է, սա ֆիքսում ենք։ Ֆիքսում ենք, որ Ժեխար ժողովը, ուժեղ ժեխերը մինչև այսօր հաշտ են Էդգար Ղազարյանի խոսույթի հետ ու ըստ երևույթին իրանք առաջել են ցանոթեղել երևի հենց դրա համար են ընդունել։ Նարեկ Կարապետյանը իր բանակից թռած լինելու հանգամանքը փորձել է ծածկի Էդգար Ղազարյանի հայ սակրավորների հանդեպ ունեցած անեծքով։ Որ իր թեման երկրորդական դառնա, արժեզրկի մի քիչ կարևորությունը։ Սա այդ ռազմավարությունը։ Երրորդ իրանք իրարից խաբար չեն, ով ինչ ուզում խոսում է, բայց իրանք յանի բոլորով մի ուժ են ներկայացնում, այդտենց երբեք չի լինում։ Բոլորիդ համար եք պատասխանատու ու դուք ասել եք, ժողովրդին խապել եք մշտապես, ահա բեկել եք, մեղրեցիներին, սյունեցիներին հատկապես, ես ինքս Սյունիք բազմաթիվ այցեր եմ ունեցել, այնտեղի բնակիչների հետ բազմաթիվ անգամ ամենատարբեր ձևաչափերով շփումներ եմ ունեցել իմ գործունեությունից ելնելով ու անընդհատ այդ հարցը հնչել է ինձ մոտ, բա ինչ են անում Սյունիքը, բա կարող է տարածեն, բա կարող է դիջանցքեն տալի, բա կարող է ձեր կծած մուտի լովկեն, ես եմ ստիպված եղել այդ մարդկանց մեջ համոզ եմ բացատրեմ, ներկայացնեմ, թե ոնց դա ճիշտ չի։ Ու դուք այդ վատությունը հայ ժողովրդին կոնկրետ ռազմավարական կարևորագույն բանում տարածքում Սյունիքում մեր բոլոր մարզերն են ռազմավարության տարբեր ռազմավարական բաներով կարևոր, բայց դուք գիտեք բոլորդ էլ հասկանում եք ինչի մասն է խոսքը, դուք այնտեղ խուճապային տրամադրություններ եք մտցրել հանրության շրջանակներում, թշնամաբար վերաբերվելով հայ հասարակության հետ։ Դուք հակահայ, հակազգային, հակապետական բաներ եք, այնց բաներ եք։ Բառը չգտնեմ ստեղ, բառը չասեմ։ Գեշ բան դուրս կգա։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք, վաղը կխոսենք ավելի շատ Ղազինյանից, ով փորձում ասենց իր գիտելիքներով հպարտանալ, բարձրանալ, թե ինքը ինչ լավ կրթություն ունի, ինչքան լավ է ջոգում ամեն ինչը, բայց այդ իր լավ ջոգածը որքանով է մեր բոլորիս օգտին, դրա մասին արդեն հաջորդ դասին ինչպես ասում են։ Բարի գիշեր, շնորհակալություն, եթե տեղեր եղան, որ կարող է հունիցս մի փոքր դուրս եմ եկել, գլխանց ներողություն եմ խնդրում, մեկ պատահում, ապես դրանք խոսակցականներ առօրյայի բաներից են։ Ցտեսություն, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար հատկապես։ Իսկ մեր ընթերցանությունը երկուշաբթի օրվանից կսկսենք, երևի ցերեկվա 2 կամ 3 ժամը կընտրենք, ժամը 2-ը կամ ժամը 3-ը ու օրը մի ժամ կհատկացնենք ընթերցանությանը։ Այդ էլ արդեն ոնց որ թե ձեր ցանկությունից ելնելով, ձեր համաձայնությունը ստանալով, որը չի խանգարի երեկոյան եթերներին ինձ թվում։ Բարի գիշեր ձեզ։